Բարի արևին սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, այսօր մարտի 31-ն է վերջին օրը մարտ ամսվա եւ ես ուզում եմ խոսել խավարման միջանցքի մասին, այն իրադարձությունները, որ կատարվեցին, որտեղ ես զգուշացրել եմ, որ բավականին ինքը պետք է լիներ զգոն, անակնկալներ կարող է մատուցել եւ այսինքն այնտեղ ինչ որ քո ձեռքում է, դու կարող ես լինել զգոն, այն ինչ որ Աստված է քեզ մատուցում, այստեղ արդեն դու անելիք ոչինչ չես կարող անել, արդեն դու պետք է մտածեիր ավելի վաղ քո գործած մեղքերի համար, հենց այնպես ոչինչ չի լինում, դու գործում ես մեղքեր, գալիս է ժամանակը եւ դու դրա համար հատուցում ես։ Ինչևէ, հիմա արևի լավ խավար մտեղ ունեցավ 29-ին մարտի, խոյի նշանում ենք խոյ ենք եւ ուրեմն հուսանք որ դա նոր սկիզբ է, նոր ցիկլի սկիզբ է, ինչու, որովհետեւ խոյի առաջին նշանն է եւ այդտեղ որ լինում է խավարումը, դա համարվում է սկիզբ եւ ես դրա մասին ասել եմ նոր չի որ ասում եմ։ Իսկ ինչ եղավ խավարման միջանցքում, եկեք նայենք թե ինչ իրադարձություններ կատարվեցին, որտեղ ես զգուշացնում եմ, եթե դուք չգիտեք ձեր քարտեզը, ուստի ցանկալի է որ չգնաք այլերա, օրինակ ճանապարհորդելը, չէ, դու չգիտես ինչ կլինի։ Հիշենք Եգիպտոսում տուրիստների համար նախատեսված սպառնանականորեն ասենք Սուզանավը ինքը վթարի ենթարկվեց եւ մոտ 10 հոգի բոլոր դեպքերում կան վիրավորներ, ծանր ուրեմն վիճակում գտնվող եւ մահեր եղան, այսինքն մարդիկ եկել են հանգստանալու, բայց այդ մարդիկ մահացան։ Այդպես, եթե չգիտես քո քարտեզը, կարող ես դու լավ, գիտեք, ունենալ լավ էներգիաներ կուտակված լինի, լավ ասպեկտացիա ունենաս, դու կարող ես շատ հանգիստ ուրեմն ճանապարհորդել, բայց ես ձեզ ասեմ, որ հետընթաց Մերկուրիի դեպքում Վեներան, հետընթաց Մերկուրին, հետընթաց Մարսը գտնում է ջրի նշանում լավ չի, ու տեսնում եք, այդպես ջրի նշանում եւ դրան ավելանում է նաեւ այն հանգամանքը, որ գտնում եք խավարման միջանցքում, ես կոնկրետ ճանապարհության չեմ գնա, ինչ որ հեռու ճանապարհ միանշանակ չեմ գնա, չնայած որ ես ունեմ շատ լավ ասպեկտացիաներ, բայց ես այդ քայլին չեմ գնա, որտեղ հետընթաց Մերկուրին ինքը արդեն խնդիրներ է առաջանում։ Կարող է դու ամեն ինչ քեզ մոտ լավ լինի, բայց այնտեղ որոշակի խնդիրներ առաջան, ինչ որ մի բան մոռանաս, որ քեզ համար շատ կարեւոր է, փաստաթղթերի հետ ինչ որ խնդիրներ առաջանան, մոռանաս կամ խոսքով ինչու համար դա անել, եթե կարելի է ուղղակի այդ ժամանակահատվածը մնալ տանը, զբաղվել այլ գործերով, ես նշել եմ, շատ ավելի ցանկալի է, որ դուք զբաղվեք ձեր առողջությամբ, այսինքն հաճախ եք լողավազան կամ սպորտ դահլիճ կամ այն ինչ որ ձեզ հաճելի է, ձեր ասենք հողամասում աշխատել եւ այլն հատկապես որ գարուն է, այդպես է, ինչ որ ձեր դուր է գալիս, զբաղվել նման գործերով։ Ահա, եւ ինչ եղավ Հայաստանում, նու ես իմ ասպարեզի համար եմ ասում, որովհետև ես ինձ զանգեցին տեղյակ պահեցին իմ հետևորդները, ասացին, որ ուրեմն Գարշելիի հետ գուշակ, թուղթու գիրանող Գարշելին, որ մտնում է ուրիշ ընտանիքներ եւ այլն, տենց ուրախանում է։ Գարշելիի որդին ոչ միայն իր ընտանից շպրտել են դուրս, որը ես կանխատեսել էի 2 թե 3 տարի առաջ, որ դա այդպես է լինի, առաջ անգամ ասեցի, իրեն առաջ անգամ հանեցին, ասեցի, որ դա այդպես է լինելու, հիմա նորից դա եղավ։ Դա լինելու էր, որտեղ ինքը ունի այնպիսի ասպեկտացիա, որ դա այդպես պիտի լինի։ Եվ դա եկավ, տեսեք, խավարման միջանցքում եւ ինքը կորցրեց որդուն։ Դա շատ ծանր ցավա, անտանելի բան է, բայց ես դրա մասին իդեպ զգուշացրել էի։ Ես զգուշացրել էի հունվարի 17-ի իմ ելույթի ժամանակ, ես դրա մասին խոսեցի։ Ես հիմա ուզում եմ ձեզ ուղղակի դուք հետո կարող եք ինքներդ նայել, ես պարզապես ձեզ ներկայացնեմ, ես ասացի, որ դու բացի նրանից, որ ես իր համար կանխատեսում եմ արել եւ իրեն ասել է, որ մահ է սպասվում, բայց Աստված որոշեց, որ որդուն կտանի, շատ ավելի մեծ ցավ եւ Աստծո գործեր անքննելի են, ի վերջո այդ ամենը Աստծո ձեռքում է, ես ընդհանրապես Աստծոց ինֆորմացիան տալիս եմ, ես այդ ամեն ինչը մեկնաբանում եմ, անում եմ այդ կանխատեսումը եւ ես ասել եմ որ մահ կլինի, բայց այդպես որդու հետ կապված եղավ դա ու ինչն է հետաքրքիր, որ եթե ես ասեցի 2 տարի առաջ չեմ հիշում կոնկրետ, այդ ժամանակահատվածում եմ արել, բայց ուրեմն 2 ամիս հունվարի 17-ի ելույթի ժամանակ ես մահաբերացրել եմ վարչապետի կյանքում, այդ վիդեոն է, այստեղ ես ասացի, որ Գարշելին եթե ընկերություն անում հոգեխանգարվածի հետ, այսպիսի բաներ կա էներգիաները, մարդիկ դրա մասին տեղյակ չեն։
ես խոսել եմ, կարող են ընկերություն անել, այդ մարդը շատ լավն է, իսկապես ինքը որպես մարդ կարող լինի շատ լավ է, բայց ոչ հոգեխանգված գժի դեպքում էլի, որտեղ ինքը ասեն կոնկրետ դիվային է, մյուս ուրիշ ասպեկտացիաներ են լինում, երբ այդ մարդը քեզ այդպես դժբախտություն է բերում, ու դու չգիտես ինքը շատ լավ մարդ է, դու ինքը ընկերություն ես անում, ինքը միշտ քեզ օգնում է եւ այլն, բայց այդ մարդը էներգիան է, այդ մարդու էներգիան է այդպեսին ինքը քեզ բերում է դժբախտություն եւ դու չգիտես այդ աղբյուրը որտեղից է գալիս, պարզապես միգուցե հենց քո քարտեզում դա կա, ուղղակի պիտի դա ակտիվանալու համար այդպիսի մարդ քեզ պիտի մոտենա, քո կողքը լինի, որպեսզի դա ակտիվանա, ինքը ակտիվացնի, այսպես է աշխատում։ Եվ այս դեպքում հոգեխանգարված գիժը, որովհետև ինքը դև է, եկավ ակտիվացնելու։ Եվ այն ժամանակահատվածում, երբ ինքը սկսեց ընկերություն անել Գարշանքի հետ, հենց այդ ժամանակ էլ ուրեմն Գարշելի մոտ իրան հանեցին տնից, այդ պատմությունները սկսվեց, ու ինքը ընկավ այդ խնդիրների մեջ, ընդհանուր ես ասեցի, որ ինքը տանելու է ինքը մահա բերելու 2 ամիս, հենց 17-ին ելույթ ունեցել եւ 17-ին էլ մահացել է։ Բայց ինչ եղավ, հոգեխանգարված գիժը, որտեղ ինքը գիտելիք չունի, մտավ ու սուտ վկայություն տվեց։ Հիմա դուռը փակեցինք, ինքը մնաց այդ խավարի մեջ, որ իսկ այդ ժամանակ, երբ որ դու մնաս խավարվան միջանցքում եւ նման բաներ ես անում, ինքը հազարապատկվում է, այն մեղքը, որ դու գործվես, հազարապատկվում է, բայց ես իր համար ես մտել եմ ուղղակի կանխատեսում անելու, պարզապես ձեզ ներկայացնելու, որ այն մարդիկ, ովքեր կեղտոտ գործեր են անում խավարվան միջանցքում, խավարվան միջանցքը ինքը հանում է ջրերից եւ պատժում է։ Հիմա ինչ եղավ, գիտեք, ինչն է հետաքրքիր։ Ես ասում եմ, ուղղակի կանեմ կանխատեսում, շատ երկար չեմ խոսես մասին, որտեղ ես չեմ ուզում իջնել իրենց մակարդակին եւ խոսել, հետաքրքիր չի, ես ուղղակի ուզում իմ կանխատեսում ասել, որ ես դա արել եմ 2 ամիս առաջ եւ դա կատարվել է։ Եթե մի ուրիշ բան եմ արել, այսինքն երբ ես թեմայի մասին խոսում, դա արդեն կատարվում է։ Ինտուիցիայով դա գացա, որտեղ այսքան տարի ես չէի խոսել դրա մասին, ես չէի ասել գաղտնիքը, ես ասեցի ու դա կատարվեց, այսինքն եկավ ժամանակը, որ ես դրա մասին պիտի բարձրաձայնեի, որտեղ ինքը պիտի կատարվեր։ Այսպես է ինձ մոտ, դա համար ես ինքս ինձ հետո ես լսում եմ, որովհետև ես ի վերջո ոչինչ բանից չեմ օգտվում, դա օգնությամբ ես այդ ամեն ինչ ասում եմ, ինչևէ։ Դժբախտություն, ինքը ում հետ ընկերություն անում, Գարշելի հետ ընկերություն արեց, Գարշելին ուրավ հիմա երևի մեռնում ավատա։ Անկախությունների մեջ, թե առողջական էլ ավելի վատացավ եւ թե դատական թեմաների մեջ ու գլուխ չի կարողանում բարձրացնել դրանից, ինչու շատ մեծ գաղտնիք է բացում, որտեղ իրանք իրար հետ ընկերություն են անում, ինքը բոլորի կուլ է տալիս, հիմա հերթը հասել է ուրեմն չարիքի կուլ է տալիս, հիմա ինքը պիտի կուլ տա Գարշելի, բավական է այսքանը։ Այսինքն դուք լսեցիք, որ սա հունվարի 17-ին է ելույթ ունեցել Մահաբերասխելի վարչապետի կյանքում, այնտեղ էլի բաներ ասվել, որ ուրեմն այդ մարդը երբ որ ընկերություն անում, ես ասեցի կան մահբերող, դժբախտություն բերող մարդիկ եւ 2 ամիս անց դա կատարվեց։ Հիմա ես ուղղակի կանխատեսում եմ անելու եւ կավարտենք։ Ես երկար իրենց մասին ուրեմն խոսալու ցանկություն չունեմ աղբանոցի առնետների մասին եւ հիմա գիտեք ինչ, այսպեսի մի բան։ Ինձ հետաքրքիր է Գարշելին, ինչ կանխատեսում որ արել է կատարվեց։ Ճշգրիտ կատարվեց իմ կանխատեսումը։ Եվ գիտեք ինչ, երբ այսպեսի մի բան է ինձ հետաքրքիր, որ Գարշելին նստած իր որդու դիակի առաջ, ինքը հիշում էր ոնց է ուրախանում, ոնց էր մտնում ուրիշի ընտանիք եւ ուրախանում ուրիշի դժբախտության վրա, հա, Գարշանք։ Հիշում ես ոնց է ուրախանում ուրիշի դժբախտության վրա։ Գիտեք ինչ, այստեղ կապ չունի ում մասին է, լեգենդներ են հորինում, ինչ որ հորինված եւ այլն, դա կապ չունի։ Այստեղ երևույթի մասին է խոսքը, որ մարդ կարա նստի ու ուրախանա ուրիշի դժբախտության վրա։ Աստված ասեց ուրախանում ես ուրիշի դժբախտության վրա։ Այ հիմա ես քո երեխու դիակը կդնեմ դեմը, հիմա տենամ դու կուրախանաս թե չես ուրախանա։ Կհասկանաս քո գործած մեղքերը։ Եվ միայն այդ մեղքերը չի, ինքը զինվորները 44 օրյայի զինվորները պատերազմում մահացած զինվորներ, ինքը ասում էր, որ ուրեմն դա իրենց ճակատագիրն է, թուրքը մեղավոր չի։ Ես ներքի թուրքերի մասին չասեմ, ոչ ներքի թուրքն է մեղավոր, ոչ էլ իրական թուրքերը, դրսի իրական որպես։ Թուրքը մեղավոր չի, դա իրենց ճակատագիրն է, իրենք մեռել են, այսինքն թուրքը տեսեք ինչ լավ գործ անում, ճակատագիրն է պիտի մեռնեն, ասում թուրք արի մի հատ օգնի մորթի, քերթի, որ մեռնենք, սենց չի լինի 15 թվականին, ուրեմն ամբողջ հայ ազգը կանգնել ասել եկեք մեր հարստությունը վերցրեք, հողերը, բան վերցրեք, ամեն ինչ տարեք, մեր բանն է, ճակատագիրն է, եկեք ցեղասպանեք, մեր ճակատագիրն է, օգնեք էլի թուրքեր մեզ։ Այ այդ թուրք շունը այսպես բաները ասում։
Եվ նաև ասում էր, որ հայազգը չոբան ազգա, ջհուդը թուրքը լավն են։ Այսինքն այս տականքը նստած գովքն անում թուրքերի եւ ջհուդների։ Ու ես հաճախ որ խոսում եմ ջհուդների դեմ, նրանք ովքերից վաղուց հետևում են, արդեն գիտեն, եւ անընդհատ ինքը ինչա խոսում ա ջհուդների դեմ, ինչա անընդհատ ջհուդներից խոսում։ Այդ տականքը գարշելի ստացար աստծուց քո պատիժը։ Ստացար։ Ծանր բան է, շատ ծանր բան է, բայց երբ դու շատ ավելի ծանր է, երբ դու այդ մեր ինչ այդ զինվորների այդ երեխեքի մերերը մեր չեն, իրանց որ դու կանգնես ցենիկաբար տենց բան ես ասում։ Թե քիստվա քո տղեն նրանցից լավն է, բոլորովի լավը չի։ Քո դասիրակությունը ստացած մարդը ինչ պիտի լինի։ Ինչևէ լավ, ես հիմա ամերած հետևից չեմ ուզում խոսամ, ինձ հետաքրքիր չի ընդհանրապես, բայց բանն որ իմ կանխատեսումը կատարվել է եւ այստեղ նաեւ պիտի մարդիկ հասկանան, որ չի կարելի ուրախանալ ուրիշի դժբախտության վրա, թուղթ ու գիրանել, բան բասել կամ չգիտեմ եւ այլն արեցիք, կգա խավարման միջանցքը ու դուք կհատուցեք անպայման։ Հատկապես որ գիտեք, սա ինչն է նաեւ խավարման միջանցքներ եւ ինքը ուներ ասպեկտացիաները, որ այդ սաղմնային process անցնում ցանկացած մահ, ցանկացած հիվանդություն, ինչ որ կատարում ենք անցնում սաղմնային process, որի մասին դուք չեք իմանում։ Եվ այստեղ Մարսը, ես ասեցի, չէ, խեցգետիների համար խոյերի, աջեղջուների եւ կշերքների համար իրենց համար ճակատագիր է։ Հնարավոր է ինչ-որ մի տեղում երեխա ծնվել, հնարավոր է որ նայած իհարկե յուրաքանչյուրն ինչ ասպեկտացիա ունի իր անձնական քարտեզում, բայց բոլոր դեպքերում ինքը բերում է ընտանեկան խնդիրներ։ Այստեղ անձնական քարտեզն է աշխատում, այնպես որ խոյերի մոտ, ասենք, կարող են ինչ-որ ընտանիքում լինել մահեր, այն մյուսի մոտ հիվանդ լինի, իրենց ծնողը լավ չլինի կամ մահեր լինի, ինչևէ, շատ տարբեր կլինի, շատ տարբեր կխաղարկվի, ուրեմն մարդկանց ընտանիքներում։ Այսպիսի բան է խավարման միջանցքը։ Ինչևէ, հոգեխանգարված գիժը, ամեն ինչը ինքը, ես նշեցի, որ ինքը բերում է մահ եւ այլն, իրանք նստած անընդհատ խոսում են ձեզ 20 թվականից գարշլին մտել ասպարեզ ընկել իմ հետևից։ Հետո հոգեխանգարված գիժը գողացավ, հետո դատի տվեց ինձ վնասներ պատճառելով, մի խոսքով այն մյուս պարավը, այդ բոլորը ուղղված են իմ դեմ։ Որովհետև ես ասել եմ, որ իրանք սատանայի զավակներ են, սատանայից են, ես Աստծուց եմ։ Այս սրանումն է բան, այլապես ինչի պիտի հարձակվեին իմ վրա, երբ որ ես այդ մարդկանց ոչ մի բան չեմ ասել։ Ես նույնիսկ թողեցի դուրս եկա, բայց ինքը նորից շարունակեց իմ ետևից ընկնել գարշանք։ Բա կերար, ստացար, Աստծուց ստացար քո պատիժը։ Աստծո գործեր անքննել են։ Այստեղ իմ ասելով չի, կամ այն մյուսի ասելով չի, այդ Աստված է որոշում ում տանի, ինչ անի։ Ես ընդհանրապես կանխատեսում, որտեղ Աստված է ինձ բացում այդ ամեն ինչը։ Այլապես ինչպես ես կարող եի կանխատեսում անել։ Եվ հիմա ես այսօր հոգեխանգարված գժի համար իր սուտ վկայության տալու համար խավարման միջանցքում հոգեխանգարված գիժ, ես քեզ համար անում եմ կանխատեսում, այլևս ես ձեզ չեմ անդրադառնա, իսկ միայն ձեր համար կանխատեսում անելիս կմտնեմ եթեր ու կասեմ, որ տեսեք, կատարվեց իմ կանխատեսումը, հիմա անում եմ հաջորդ կանխատեսումը, եւ ես քեզ ասում եմ հոգեխանգարված գիժ, որ դու փորելու ես երկրորդ փոսը։ Ես քեզ առաջի անգամ զգուշացեցի, դու ինձ չլսեցիր, դու փորեցիր առաջի փոսը։ Հետո դատարան տվեցիր, պարտվեցիր, դու պարտված ես, դրա համար ես գժված, ու դուք միշտ եք պարտվելու, դուք արդեն ինձ պարտված եք։ Արդեն անգրագետ, ես այդ ամենը, գիտես ինչ, իմ գիտելիս ասեմ իմ գիտելիքներով, այլ որ կնայեք Մահաբերաստղի վարչապետի ուրեմն քարտեզում, այդտեղ ես ասում եմ, որ ես քեզ ոչնչացնելու եմ գիտելիքով, իմ գիտելիքով, դանդաղ արնակամ եմ անելու հոգեխանգարված գիժ։ Եվ սա հենց գիտելիքներ է, որ ես դա ասեցին այն ժամանակ, որպեսզի դու պատասխանես ընկնես խավարման միջանցքում։ Հասկացար։ Ես այդքան խելք ունեմ, որից որ դու տրաքվում ես, ու դրա համար էլ ես իմ ասած անում եմ, ես գիտեմ երբ ինչ խոսամ։ Գիժ ու դոնգար խավարման միջանցքը, դու այլևս դատապարտված ես, այլևս կնիքը դրված է, տեզերքը որոշումը կայացված է, դու փորում ես երկրորդ փոսը։ Ինչևէ, ընտանիքի անդամի համար ես անցնեմ առաջ։ Կանես կստանաս գիժ։ Հաջորդը հոգեխանգարված գիժ, եթե դու բան գարշելի, սա գիժ են ու գարշելի են, ուրեմն գարշանք, եթե դու մտար, ելույթ ունեցար, այլևս ելույթ ունեցար, ուրեմն դու կթաղես քո երկրորդ տղուն կամ դու ինքդ կգնաս, որտեվ հոգեխանգարված մոտը տա, ինքը սենց տենդ քեզ մահը ապահովելու, ինչը միջև չոչնչացնենք ընտանիքը, ինքը չի հանգստանա, այդ դևերին կյանքեր են պետք։ Անենց որ հոգեխանգարված գիժը քեզ կհասցնի մահվան։ Ну, եթե կամ դու կամ նա, եթե դու շարունակեցիր ելույթ ունենալ, դու մի անգամ կարող ես մտնել եթեր, դա այն է, որ դու ներողություն խնդրես Աստծուց քո գործերի, քո արած
չար գործերի համար Աստծուց հրապարակավ ներողություն խնդրես։ Խնդրես, ես հիշում ես առաջ անգամ ասեցի դա հոգեխանգարված գժի համար, ասիկա ներողություն խնդրես կամ գնում ես ոչ թե ներողություն, ասի կամ գնում ես բարի ուժերի կամ չար ուժերի կողմը որոշի։ Ինքը գնա չար ուժը, որտեղ ես այն ժամանակ իր քարտեզը չգիտեի։ Ես չգիտեի, որ ինքը դևերն են իրան դևեր են իր մեջ ապրում։ Հիմա ես քեզ ասում եմ, որ դու եթե ելույթ ունեցար, շարունակեցիր այդ ձևով ելույթը, քեզ ընդհանրապես արգելված է ելույթ ունենալը։ Հենց որ ելույթ ունեցար, ուրեմն քեզ մահ է սպասվում։ Քո ընտանիքում քեզ մահ է սպասվում, կարճ կոնկրետ։ Ես քեզ ասեցի, միայն մի դեպքում մի անգամ կարող ես մտնել ասպարեզ։ Դու իհարկե կհակադրես, կմտնես, բնականաբար տենց պիտի անես ու մնացած արդեն կկատարվինես, որ կկատարվի, ինչպես որ պիտի կատարվի։ Եվ հաջորդը գանք ուրեմն գլխաշորով լրագրողին կամ շրջազգեստով լրագրողին մի ստորտական կանձնավորություն, որը նստում է այդ ոհուկների, բոշեքի, պարավների հետ նստում եւ ինչ որ ընտանիքի, ուրիշի ընտանիքի մեջ մտնում, խոսում, ասում, ուրախանում են։ Դու որպես մասնակից հանցակից, դու եւս մասնակից, դու եւս ուրեմն մոտապես գարշելի նմանատիպ սցենար խաղարկվել է քո ընտանիքում, քո կյանքում լրագրող եւ դու ինչպես որ ես տեսնում եմ, դու քո մարմնավոր ֆիզիկական ցավին ավելանալի է հոգու ցավը եւ դու քեզ տրված չի մեռնել անկողնում, դու ընկնելու ես հատակին եւ գալարվես հոգու եւ մարմնի ցավից, օծի նման, որտեղ դուք սիրում եք օծեր, ինչ է, դուք սատանա եք։ Եվ գալարվելու ես, հենց այդ ժամանակ կհիշես, որ քո մահն է եկել, այդ ժամանակ դու կմեռնես։ Սա համար հիշում ես, ես 2 տարի առաջ չեմ հիշում, երբ որ գարշելի համար արեցի կանխատեսում, ասեցի հենց եղավ իր հետ, հաջորդը դու ես։ Աստված որոշեց տողում տանել, դա Աստծո կամքն էր, Աստծո գործեր անքննելի են։ Այնպես որ հիմա հերթը քոնն է եւ բնականաբար զուգահեռ անպայման հոգեխանգարված գիժը եւս ուրեմն թողելու է իր ընտանիքի համար երկրորդ փոսը։ Իմ կանխատեսումները կատարվում են միլիարդ%, այնպես որ բոլորը կատարվելու է։ Ասել էի, ուրեմն հոգեխանգարվածի համար ասեցի կատարվեց, գարշելի համար ասեցի կատարվեց։ Հիմա արդեն ես մտա ուրեմն եթե որպեսզի այդ կանխատեսումները անեմ։ Ուրիշ ավելացնելու բան ես չունեմ, կանեք կստանաք եւ Աստծուց ստանում եք։ Սա այսպես եւ ինչ կարող եմ խորհուրդ տալ, որ երբեք չուրախանաք ուրիշի դժբախտության վրա եւ բամբասել, քանդել, ինչևէ վատ գործեր անել, մասնավորապես երբ որ դուք դա գիտեք, այնպես ինքնաբերաբար ստացվում է, դուք այդպիսի մարդիկ ընկնում են խավարման միջանցքում են այդ բանը անում եւ իրենք արդեն դատապարտան, քան որ ցիկլը փակվում է, խավարման միջանցքը փակվեց ձեր վրա, այլևս դուք փրկություն չունեք այդ երրագլուխ առնետներ։ Այն մարդիկ, ովքեր գնացել են հոգեխանգարվածի մոտ խորհրդակցության, ուրեմն ես ձեզ ասեմ, որ դուք դատապարտված եք, որտեղ դևերը մտել են ձեր կյանք։ Դա ուրիշ աշխարհ է, դա ուրիշ բան է, դուք չեք հասկանում, դուք այդ գիտելիքը չունեք, բայց քան որ դևերի մեջ ապրում են ու ինքը մտել բացել է ձեր քարտեզը օրով ամիսով, տարիով, մտել է այդտեղ ու խորհրդակցություն իբր թե անցկացրել, անգրագետը, ուրեմն դուք դատապարտված եք։ Հենց այսպես կարճ կոնկրետ դատապարտված եք, այնպես որ հետո դուք դա ձեր մաշկի վրա կզգաք, թե ինչ է կատարվում ձեր ընտանիքներում կամ ինչ է կատարվում ձեր հետ։ Սա ձեզ համար, գիտեք, շատ վտանգավոր ասպարեզ է սա, դուք չեք հասկանում, գիտեք, հա, աստրոլոգա գնանք տեսնենք ինչ է, սա շատ վտանգավոր ասպարեզ է։ Տեսնում եք ինչ հարձակումներ են արվում իմ վրա։ Հարձակվել են իմ վրա, սա շատ, եթե դու պատրաստված չես ու մտար աստրոլոգիա, չարը քեզ կուլ կտա, սա նաև բարի ու չարի բարու պայքարը։ Սա այն ասպարեզն է, որ շատ բարդ է։ Մի օր երևի թե միգուցե, չգիտեմ, միգուցե ես ավելի կմանրամասնեմ, իր վտանգավոր կողմերը կներկայացնեմ, ես դրա համար եմ ասել, որ եւ հիմա էլ ասում եմ, երիտասարդ տարիքում դու կարող ես քեզ համար սովորել, կանխատեսում հանկարծ չանել։ Եթե դու այդ տարիքում արեցի, դու պաշտպանված չես, դու դեռևս անփորձ ես, մտար ասպարեզ, քեզ կարան կուլ տան, այս են սատանիստները։ Ու այս սատանիստները, որ ես մտա հարձակվեցին վրա, իրենց թվաց իրենք ինձ կլիկվիդացնեն։ Այսպես կանեն ու աննային ինձ կլիկվիդացնեն։ TV-ից անեցին, այս անթափես ասպարեզից կանենք, այնքան կասենք, մի խոսքով դուրս կգա, բայց իրանք չգիտեն, որ իրանք են լիկվիդացվելու։ Աննան այն մարդն է, Աննան պատրաստված, Աննան Աստծո հետ է, որ եկել է այդ դուք եք լիկվիդացնել, միգուցե ես եմ եկել ձեզ լիկվիդացնել, դուք հələ չեք հասկանում, սատանիստներ։
Այն մտածեք սրա ուղղությամբ, այնպես որ զգուշ եղեք եւ ձեզ ասեմ նույնիսկ, որ գարշելին այդքան վտանգավոր չի, որքան հոգեխանգարված գիժը, ինքը շատ վտանգավոր է, շատ զգուշ եղեք իրենից։ Ես տես, ասենք, գարշելի մոտ, ասենք, եթե գնացեք, ես չեմ ասում տեղ շատ, ինքը գիժ խոսացել է, գարշանքը, ինքը ընդհանրապես ոչ մի բան չի հասկանում, հիմարություններ կարա դուրս ովքեր գնացել են փոշմանել են, բայց դա ուրիշ մի բան է, բայց գնալ գժի մոտ, հոգեխանգարված գժի մոտ դատարաններում քարշ եկածող պոռնիկը։ Այ երբ որ գնում եք իր մոտ, դուք դատապարտված եք։ Ես ձեզ ուշացրեցի, հետո լացելով չգաք իմ մոտ։ Իսկ այն մարդիկ, ովքեր գալիս են ինձանից, որպես ինչ որ բան վերցնեն, գողանան, հետո գնան այնտեղ նստեն, խոսեն, բան բասեն, դուք չգիտեք ձեր հետ ինչ կլինի։ Դուք չգիտեք ձեր հետ ինչ կլինի, ով որ այտենց բան է անում։ Իմ հետ այտենց վարվողը դուք ուրեմն ու գնաք իր մոտ sense բաներ, մի խոսքով ձեզ համար շատ վատ է լինելու։ Այսքանը։ Եվ հիմա քանի որ մենք խոսում ենք խավարումից, խավարման միջանցքից, ես ուղղակի այդ ներկայացուցիչին եմ ուզում ձեզ, այդ ներկայացուցիչի մասին եմ ուզում խոսել, որ այսօր մենք անդրադառնանք ուրեմն Սև լուսինին։ Սև լուսինը մարտի 27-ին մտել է կարիճի նշան։ Գիտեք, Սև լուսինը ես բոլոր նշանների համար կասեմ իհարկե, ինքը կարիճի նշանում ինքը շատ վատ է դրսևորվում։ Ուրեմն հասկացանք, եթե Սև լուսինը լինում է կարիճի նշանում դա լավ չի, խեցգետնի նշանում եւ ձկան նշանում դա լավ չի, այդ մարդիկ ովքեր ծնվել են, ուրեմն Սև լուսինը այդտեղ, երբ իրանք արդեն ովքեր կյանք են ապրել, արդեն գիտեն այն դժվարություններին են այն ամեն ինչի հետ որ բախվում են, դա իրենք հասկացան, բայց հիմա երբ Սև լուսինը գտնում է կարիճի նշանում, դա լավ է խեցգետնի համար եւ կարիճի համար։ Ես սա ասում եմ, որպեսզի դուք տարբերություն հասկանաք տրանզիտների մասին, եւ տրանզիտ Սև լուսինը գտնում է կարիճի նշանում, ջրի նշանների համար ջրի նշանները ինքը ստեղծում է դրական ուրեմն էներգիա, դրական հարաբերություններ եւ այստեղ լավ է լինում, հա։ Իսկ ուրիշ բան է նշանում, արդեն երբ դու այդպես ծնվել ես, խնդրում սա տարբերակեք, որտեղ այնպեսի հարցեր են ինձ տալիս, մարդիկ չեն հասկանում, նորմալ է, իրենք տեղյակ չեն։ Հիմա ես ուրեմն քանի որ գտնվում է ուրեմն կարիճի նշանում, եկեք մենք հենց կարիճի նշանից էլ սկսենք, ասեմ, որ սովորաբար ինքը այստեղ ապրումները խորն են լինում, կարիճի դեպքում այստեղ, եթե ընդհանուր ենք ասում ֆինանսներ են, ես արդեն դրա մասին ասել եմ, ֆինանսներն են, ինքը բերում է երկրաշարժեր, նաև դրա մասին եւս ասել եմ հունվարին դեռևս, որ ընդհանրապես այս տարվա համար ասել եմ լինելու են երկրաշարժեր, ու դուք տեսնում եք, որ հիմա այդ երկրաշարժերը կան, գիտեք, ապրիլին լարվածություն է լինելու, մայիսի կեսերը մայիսը ինքը լարվածություն է լինելու, հնարավոր է, որ նաև երկրաշարժերը ավելի շատ լինեն, համեմատաբար ավելի շատ լինեն ապրիլին, ինչևէ տեսնենք ինչ կլինի, իհարկե ապրիլին այդտեղ պլյուս մինուսով ինքը աշխատում է եւ եկեք սկսենք հենց կարիճից։ Սև լուսինը մարտի 27-ին մտավ կարիճի նշան, գիտեք, այստեղ ես ուզում եմ նշել ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, որովհետև ասցենդենտի նշանը բոլոր դեպքերում տեսեք, եթե ասցենդենտի նշանն է, այստեղ հիմնականում դու արտաքինի հետ ես փորձում փոփոխություններ անել, այսինքն ներարկումների, պլաստիկ վիրահատությունների կգնան, կարող են շատ այդպես զգեստապահարանում փոփոխություններ անել, իմիջը փոխել, շատ փոփոխությունների ցանկություն կունենան, ասենք դա վերաբերում է բոլորին, ում ասցենդենտի նշանը կարիճն է։ Մինչև տարվա վերջ, խոսքս ապրիլին չի, ապրիլի մասին չի, ասենք սուտ ինքը դեռևս մնալու է այդտեղ եւ գրեթե մինչև տարվա վերջ ու այդ ընթացքում դուք դա կարող եք ուրեմն իրականացնել։ Իհարկե ինքը բերում է փոփոխություններ, ճակատագրական իրադարձություններ են անշուշտ կատարվում, ավելի չեմ կարող ասել, որովհետև դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, որովհետև դուք ասում եմ կամ ասցենդենտով կարիճները, իսկ հնարավոր է դուք ասենք արևի նշանով եք կարիճ, այստեղ արդեն լրիվ ուրիշ իրադարձություններ են, որովհետև նաև Սև լուսինը միանում է ձեր արևի հետ։ Այսպիսի իրադարձություն դուք կարող եք վերելք ունենալ
վերելքներ ունենալ, այնպես չի որ միայն Սև լուսինը ինքը վատ բաներ է բերում, չէ, դու կարող եք վերելք ունենալ, բոլոր դեպքերում կարևորագույն իրադարձություններ կկատարվեն, այստեղ գիտեք ինչ, քանի որ նոր ցիկլ է ինքը եւ կարիճը ինքը կյանքի մահվան, այսինքն եւ նոր ծնունդ է տալիս, նոր մարդածնվում, հինը մեռնում է, գնում է եւ շատերը կարծես ասենք միգուցե անհաջող իրենց անձնական կյանքը կցանկանան հրաժարվել կոպիտ ասեմ թաղել հին անցյալը, հա, այդպես պատկերավոր ավելի ճիշտ թաղել անցյալը եւ սկսել նոր ծնել նոր կյանք։ Իրենք ուզում են ծնվել նորովի, շատ կարիճների մոտ, բոլորի մոտ չի իհարկե դա, ես ասում եմ շատերի մոտ դա կարող է լինել եւ հնարավոր է որ նաեւ այլ մարդկանց մոտ եւս այդպիսի ցանկություն տեսեք, օրինակ ձկների մոտ ինչ որ փոփոխություններ, կարիճները, խեցգետինները, հա, ջրի նշանների մասն է, իրենք դեպի լավը, իրենց հնարավորություն կա փոխվելու դեպի լավը, ինչ որ մի նոր սկիզբ դնելու, ինչ որ հաղթանակ ունենալու ջրի նշանների համար, լավ կարող է լինել կույսերի համար, այծեղջյուրների համար, եւս կարող է լավ լինել, բայց ոչ այդքան լավ կլինի առյուծների համար, ջրհոսների համար եւ ցուլերի համար, այստեղ ցուլերի մոտ կարող են լինել խնդիրներ, որ գալիս է պարտներից երկրորդ անձնավորությունից, այստեղ իրենք անձնական կյանքում եւս հարաբերություններ ճշտելու երևի թե թեմա կլինի եւ շատ բաներ կբացահայտվի, իհարկե ցանկալի է որ դուք ճիշտ ձեր անձնական քարտեզը ցույց կտա, բայց ոնց էլ լինի, իհարկե ոնց էլ լինի, եթե դուք արևի նշանով ցուլ եք, ուրեմն ինքը հակադրվելու է։ Դե իսկ խոյերի համարումը որ չեմ նշել, արդեն սովորական է, ասենք կշարքների համար, այդպես առանձնահատուկ ինչ որ բան չի լինելու։ Ինչևէ փորձեք օգտվել այդ հնարավորությունից։ Եվ որտեվ կույսերի համար դժվար է լինելու, կույսերը իրենք պիտի ճիշտ քայլեր անեն։ Հիմա կարիճներ, սիրելի կարիճներ, ես ասացի, որ դուք հնարավորություն եք ամեն ինչ նորից սկսելու եւ գիտեք այս արևի լավ խավարումը իհարկե մոլորակներ կդառնալու ընթացքում դուք արդեն կարող եք որոշակի քայլեր անել, որոշակի փոփոխություններ դեպի լավը օգտվեք այս հնարավորությունից, որտեղ ինքը որ անցավ, հետո շատ երկար եք սպասելու, իսկ կյանքը շատ կարճ է չեք հասցնի հետո դա իրականացնել։ Խոսքս միայն Սև լուսնի մասին չի, երբ Սև լուսնի մուտքը համընկնում է մեկ այլ ուրեմն ասպեկտացիաների հետ։ Խոսքը սրա մասին է, միշտ այդպիսի համընկնում չի լինում։ Հիմա դա ուրեմն կարիճների համար միայն ինձ մնում է ավելացնել, որ դուք ցանկալի է, եթե ինչ որ բարդ հարաբերություն են, այս դեպքում մասնագետին դիմելը լավ է, որպեսզի դուք իմանաք, թե ասենք, եթե դժվար իրավիճակում եք հայտնվել, ինչ քայլեր անեք։ Սրա մասին է խոսքը, որտեղ գլխավոր հերոսը այստեղ սիրելի կարիճներ դուք եք, ձեր կյանքում է լինելու, Սև լուսինը մտել է ձեր կյանք, դուք դժվարությունների միջով կանցնեք, բայց փորձեք հաղթահարել դա, ապրումները խորը կլինեն եւ այլն, բայց միշտ մտածեք, որ անպայման լավ է լինելու, արևը թունելի վերջում արևը միշտ դուրս է գալու, լավ է լինելու, պարզապես ձեզ համբերատարորեն պետք է այդ ճանապարհը անցնել եւ հետո ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Եթե դուք ուղղակի այդպես որոշակի հարցերի մոտ մի հարց կարող է լինել անձնական հարցը, մյուսի մոտ կարող է մեկ այլ աշխատանքի հետ կապված ինչ որ հարցեր լինեն, այնպես որ ձեր անձնական քարտեզը շատ տարբեր կարող է լինել, բոլոր դեպքերում եթե դժվարությունների մեջ եք փորձեք այս խելացի վարվել, խելացի քայլեր անել, որովհետեւ դրա միջով անցնելուց հետո դուք արդեն ձեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու, դուք նաև կարող եք դասեր քաղել, աճ ունենալ, հասկանալ ով է, շատ բացահայտումներ կլինեն եւ դուք կհասկանաք թե ով է եւ ինչ եք անելու։ Նրանք ովքեր խելացի գտնվեն, տեսեք խելքը միշտ էլ պետք է։ Միշտ շատ կարևոր է խելացի լինել, ես շատ եմ սիրում, երբ մարդ խելացի է, շատ կրթված խելացի մարդուն գնահատում եմ շատ բարձր։ Ինչևէ, կլինեք խելացի, կյանքում կշահեք, չէ՞ կլինի, այդպես ոտքի տակ կգնաք։ Սա է իրականություն այսօրվա կյանքի։ Ինչևէ, սիրելի կարիճներ, ես ձեզ ցանկանում եմ, որ դուք խելամտորեն խելացի, դուք միշտ դժվարություններից դուրս եք գալիս, խնդիր չկա, բայց դուրս գաք շահումով, հա,
շահումով դուրս գաք այդ ամեն ինչից, այսինքն գործողություններ անեք, որքան էլ որ դա դժվար լինի, բայց դուք արդեն եւ դուրս գաք այդ վիճակից, դուք հասկանաք, որ շատ բան եք արել, շատ բան եք ձեր կյանքում փոխել, ու դուք հիմա կարող եք արդեն վայելել։ Այս դրա մասին է խոսքը։ Հիմա ես ձեզ նաեւ խորհուրդ եմ տալիս, որպեսզի դուք իմանաք ինչ եք անելու, ես չեմ սիրում գիտեք նստել եւ ուղղակի ինտերնետից կարդալ, ոնց որ անում են գուշակները։ Եվ հիմա հաջորդը աղեղնավորների դեպքում, սիրելի աղեղնավորներ, ձեր կյանքում ինչ-որ փոփոխություններ կլինեն։ Հնարավոր է ընտանիքում կամ արտերկրի հետ կապված կամ առողջության հետ կապված, ինչևէ փոփոխություններ են լինելու, ու շատ այնպիսի տպավորություն է, որ հավատքի հետ կապված ինչ որ իրադարձություններ կլինեն, իրավիճակներ կլինեն, բոլոր դեպքերում իրենց մոտ փոփոխություններ կլինեն, եւ գիտեք ինչ, այդ փոփոխությունները կբերեն նոր պլաններ, կպլանավորեք ուրիշ բան, կարող են փոխվել ձեր պլանները ընդհանուր շատ անսպասելի կարող են փոփոխվել, այնպես որ եւ ձեր ամբողջ այդպես մի հերթով պլանավորեք, որտեղ կարող է շատ ամեն ինչ փոխվել աղեղնավորների համար։ Ուշադիր եղեք, որպեսզի այստեղ ձեր առողջության հանդեպ ուշադիր եղեք, աշխատանքի հանդեպ, որպեսզի խնդիրներ չստեղծեն ձեր աշխատանքի հետ կապված, եւ իհարկե ուշադիր եղեք եւ որպեսզի կարողանաք այդ ամեն ինչից դուրս գալ, այսինքն ձեզ համար ինքը այնպեսի մի տեղ է հայտնվում, որ գաղտնիքներ միանշանակ, որտեղ 12-րդ տունն ենք, հենց գաղտնիքների տունն է, դուք միանշանակ գաղտնիքներ կարող եք բացահայտել եւ դրանով իսկ ձեր կյանքում շատ բաներ փոխվի։ Ընդհանրապես փոփոխություններ անխոս, ուրեմն Սև լուսինը կբերի ձեր կյանք։ Հաջորդը, ես այսպես մի նախադասությունով եմ ասելու, նախադասություն, բանալի նախադասություններ, նորից եմ ասում, որպեսզի չկարդամ, այդպես հեքիաթներ չպատմեմ, ու հետո դուք ասեք, լավ, բայց ես ինչ անեմ, ինչ եղավ։ Հա, շատ կոնկրետ, կարճ կոնկրետ։ Հիմա այծեղջյուրների դեպքում ես սիրելի այծեղջյուրներ ձեր, հնարավոր է ասցենդենտի մասին է հիմա խոսքը, ընդհանրապես ասցենդենտին ուշադրություն դարձրեք, ուրեմն այստեղ ձեր գաղափարակիցներ են, ձեր ընկերներն են, այսինքն հարվածը, որ գա ձեզ, գալու է ձեր գաղափարակիցներին։ Ես կարող եմ հետևյալ խորհուրդը ձեզ տալ, որ ոչ մեկի հետ ոչ մի գաղտնիք չկիսվեք, ոչ մեկին մի վստահեք եւ ոչ մեկին պետք չի մտնել, տեսեք, առավել ես մտնել ինչ որ մեկի կյանքը, ինչ որ մեկին խորհուրդ տալ։ Այս պահին պետք չի դա։ Լավ բան է, եթե գիտեք ինչ որ առումով եթե քեզանց խորհուրդ չեն հարցնում, խորհուրդ մի տուր։ Սա ոսկի օրենք է։ Եթե սա կարող եմ ասել, եթե սիրելի այծեղջյուրներ ասցենդենտով, եթե ձեզանց խորհուրդ չեն հարցնում, ոչ մեկի խորհուրդ մի տվեք։ Ընդհանրապես գիտեք ինչ, հատկապես երբ մասնագետին են խորհուրդ տալիս, երբեմն ինձ այնպես խորհուրդներ են տալիս, որ ես ապշում եմ, դա ասենք իմ մասնագիտությունն է, բայց խորհուրդ են տալիս։ Զվարճալի է, չէ՞։ Լինում է մտերիմների շրջանում, հետևորդներից ինչու ոչ, նաև ինձ խորհուրդ են տալիս, որ այսպես, մոռանալով որ դա իմ մասնագիտությունն է, ես գիտեմ այդ դեպքում ինչպես է արվում, դրա համար այ պետք չի, որ դուք ինչ-որ մեկի խորհուրդ տաք եւ զգուշ եղեք ձեր գաղտնիքների մասին կամ ձեր կյանքում կատարող իրադարձությունների մասին ոչ մեկի հետ մի կիսվեք մինչեւ տարվա վերջ։ Հետո կորոշենք ինչ անեք։ Պարզապես հիմա ուրեմն հիմա այդպես, որովհետև հատկապես գիտեք ինչ երեխաների հետ կապված թեմաներում, սիրո թեմաներում, ընտանեկան թեմաներում ընդհանրապես նման բաների մասին մի խոսեք։ Անցնենք առաջ եւ հիմա այծեղջյուրներից հետո ուրեմն ջրհոսների մասին։ Տեսնենք ինչ ունենք ջրհոսների համար։ Ջրհոսները իրենց հետաքրքրում է իրենց ապագան կապված ընտանիքի, հայրենիքի կամ արտերկրի հետ կապված իրենց գործեր, իրենց ապագան ինչ է լինելու։ Մնալ հայրենիքում, գնալ արտերկիր, ինձ ասում չեք ասում գնան արտերկիր, թող մնան հայրենիք, թող մնան հայրենիք։ Ես ինչ գործ ունեմ մարդկանց հետ, եւ վերջում մարդիկ իրենք են որոշում իմ ասելով չի կգնան, թե կմնան, այ քեզ բան։ Այսինքն մարդիկ կան, այսինքն սա այսպեսի բան եւս լինում է։ Ինչեւ է սիրելի ջրհոսներ, ասցենդենտով ջրհոսներ, այստեղ ուրեմն ընտանիքի տան բնակարանի հարցեր կարող են լինել, որը
ուրեմն կապված ձեր ապագայի հետ, այսինքն այստեղ որ դուք ձեր ապագան տեսնում եք, որ այդ հարցերը պիտի կարգավորեք, ձեզ հանգիստ չեն տալիս, որովհետեւ պայմանավորված է ձեր նպատակները, ձեր ապագան եւ այլն եւ այլն։ Այնպես որ նաեւ աշխատավայրում աշխատանքի հետ կապված կարող են որոշակի բացահայտումներ լինել ձեր անձնական քարտեզով արդեն պայմանավորված միգուցե ուրեմն որոշակի գիտեք, այստեղ բոլոր դեպքերում ջրհոս եւ կարիճ, այստեղ մենք ունենք բացասական էներգիան, այնպես որ դժվար է լինելու, ինչ որ առումով ջրհոսների համար կարող են դժվարություններ լինել այսպես իրենց ապագայի հետ կապված, այսինքն դժվարություններ են առնում, որ դուք գործեր ունեք դեռևս անելու հարցեր կան, որ դրված են ձեր առջև ու դուք դա աստիճանաբար պիտի անեք, այնպես որ վատը մի հասկացեք այդպես վատ, ուղղակի ասենք եթե ասենք ձկները, խեցգետիները ավելի հանգիստ են այդ հարցում, այնպես մեծ տագնապի մեջ չեն, հանգիստ են, իրանք շատ լավ ասպեկտացիան իրանք անեն։ Դուք արդեն կոնկրետ գործեր պիտի անեք, հա, այսինքն մյուս նշանների թվարկածս իրենց համար դուք անելու եք գործեր, կոնկրետ իրադարձություններ կլինեն, խելացի մոտեցեք այդ հարցին, այսինքն խելացի պիտի մոտենան առյուծները, ջրհոսները եւ ցուլերը իրենց ուրեմն ամեն մեկը տարբեր հարցեր ձեր ապագայի հետ կապված հարցերն են, դուք այդտեղ պիտի լինեք խելացի, այսինքն իրենց ուշադրություն ավելի զգոն, ուշադրությունը կոնկրետ այդտեղ եւ պիտի անեն այնպես, որպեսզի չսխալվեն։ Սրա մասին է խոսքը, ես չեմ ասում բոլորը, այդ նշանների մասին եմ ասում։ Սա ուրեմն ջրհոսների մասին եւ անցնենք առաջ սիրելի ձկները, եկեք գիտեք ինչ, չմոռանանք, որ ինքը կարիճը նաև այստեղ երեխայի թեման է, ծնունդի թեման է, այնպես չի որ վատ, մարդիկ ովքեր սպասում են երեխայի, իհարկե ցանկալի է որ այս տարի չլինի, այս տարի հղիանան, մյուս տարի ունենան որ Սևլուսինը դուրս գա կարիճի նշանից, այսպեսի խորհուրդ տամ, նրանք ովքեր դեռ չեն ունեցել, պլանավորում են երեխա ունենալ, ուրեմն այնպես արեք, որ ունենակ ցանկալեք 26 թվականին, որ Սևլուսինը դուրս գա, որտեղ աղեղնավորի նշանում ինքը այդքան տենց վատ չի դրսևորվում, հավանաբար տենց ծանր չի, ոնց որ կարիճի նշանը։ Այսպես, ինքը միշտ էլ Սևլուսինը իր դերը խաղում է, ոնց որ հեքիաթներում, չէ, բոլոր բարի փերիները ինչ որ մի լավ բանով են օժտում, չէ, ասենք թագավորի ժառանգին թագաժառանգին եւ հանկարծ հայտնվում է Սևլուսինը, չէ, չար կախարդը, որ ասում է, սենց է լինել, դու մատը ծակելու ես, քնելու ես եւ այլն 20 տարեկանում այսպիսի բան է լինելու, այն մոտավորապես դա Սևլուսինն է, որ գալու է այսպիսի բան է լինելու, երբ դու դասեր ես խաղալու, բայց իհարկե դրանից հետո ամեն ինչ լավ է լինում, ուղղակի դու այդ դասը պիտի անցնես։ Սրա մասին է խոսքը եւ այստեղ ձկների դեպքում ակտիվանում է արտերկրի թեման, ասինձենտով ձկներ, արտերկրի թեման հավանաբար ինքը կպատրաստի հնարավոր է շատերը գնան արտերկիր կամ պարզապես տուրիզմը, հա, դա կարող է նաև լինել եւ այսինքն համագործակցել աշխատանք կամ կարող եք սովորել արտերկրում կամ պարզապես այնտեղ բիզնես ունենալ կամ դասավանդել շատ տարբեր on-line եւս կարող է լինել, ուրեմն արտերկրի կամ արտերկրում բարեկամներ, հարազատներ, ընկերներ եւ այլն ունեք եւ այնտեղ ուղղակի կամ ասացի դասավանդում եք կամ դասեր եք վերցնում։ Այդ կերպ կարող է լինել արտերկրի հետ կապ, այստեղ որոշ երեխայի թեման եւս ամուսնության թեման բավականին առկա է եւ իհարկե նաև պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, դատական թեմաներ, ոմանց մոտ կարող է լինել, ոմանց մոտ կարող է չխաղարկվել, որտեղ դու կարող եք արևի նշանով լինել ձուկ, բայց ձեր ասցենդենտի նշանը ուրեմն այլ նշան լինի եւ դուք ընդհանրապես կապ չունենաք այդ թեմայի հետ, սա խնդրում եմ ուշադիր եղեք, հասկացեք, եւ ինձ մեկը հարց էր տվել, ուրեմն թե գնում ենք արտերկիր փոխվում է, ուրեմն ես ձեզ ասեմ, միանշանակ երբ գնում եք արտերկիր, ռելոկացիա է կատարվում, դա պիտի տեղադրվի, դու պիտի իմանաս քո ճշգրիտ ժամը միանշանակ, տեղադրվում է պրոֆեսիոնալ ծրագրում, ուրեմն եւ արվում է ռելոկացիա, ասենք կոնկրետ որ քաղաքը որ գնում եք, արվում է եւ այդտեղ նոր դու հասկանում ես, թե քո ասցենդենտի նշանը որն է, այսինքն այդ ծրագիրը այդ գործողությունը պիտի արվի։ Սրա մասին է խոսքը, ինձ մեկը հարցրել էր, թե ինչա լինում, փոխվում է, ես երբեմն ժամանակ չեմ ունենում գրելու, չեմ սիրում երկար գրել, որտեղ ես նախընտրում եմ բանավոր խոսքը, երևի հասկացել եք, եւ
Այդ իսկ պատճառով որոշեցի, որ ես հիմա հիշեցի ու հենց պատասխանում եմ այդ հարցին, կարծում տվյալ անձը նայում է եւ արդեն ինքը ստացավ իր պատասխանը, եթե դա ձեզ հետաքրքրում, պետք է իմանաք ձեր նախ ճշգրիտ ժամը, դա ասեմ, ճշգրիտ ժամը իմանալը ամենակարևորն է։ Եթե դուք հոգ քարտեզի վերլուծությունը նույնիսկ մի քիչ կարող եք ուշացնել եւ այլն, բայց յուրաքանչյուրը պետք է իմանա իր ծննդյան ճշգրիտ ժամը, իսկ ով չգիտի, դա հաշվարկվում է։ Դա հաշվարկում է, եթե իհարկե դու տիրապետում ես դրան եւ դու ունես պրոֆեսիոնալ ծրագիր, սրա մասին է խոսքը։ Ու բնականաբար գուշակները դրան չեն տիրապետում։ Իրանք խափում են ու իրանք ես դες ասում եմ, թեկուս ռուս կամ չգիտեմ, ընտրեք լավ աստրոլոգի, լավ պրոֆեսիոնալ աստրոլոգի, նոր հետո տվեք իրեն հաշվարկել ձեր ժամը, մոտերի առանքով մի նայեք դրան, դա շատ կարեւոր է։ Սա էլ էսպես գուշակների հետ, մի խոսքով ես արդեն ասել եմ, իրանց հետ պետք չի գործ ունենալ, իրանք շատ վտանգավոր են սատանիստները։ Եվ ձկների մոտ իհարկե կկատարվի իրադարձություն, ես ասեցի, լավ, նրանք ովքեր տեսեք, քանի որ մենք երեխայի թեմայից ենք խոսում, կյանքի ու մահվան թեման է, ձկները կարող են, նրանք ովքեր ուզում են երեխա ունենալ, կհղիանան, դա իրենց կհաջողվի, իրենք կարող են երեխա ունենալ եւ մենք տեսնում ենք, որ մի քանի մոլորակ այդպես հավաքված են հիմնականում ձկան նշանում ձկների համար այդպես կարևոր իրադարձություն է, բոլոր դեպքերում դա կբերի լավ իրադարձություն։ Իրեն կարող են պրոգրես ունենալ, այնց այդ երեխան է, հա, կարծես է շարունակվում է, կարող են հղիանալ եւ երեխա ունենալ 26 թվականին։ Սա էսպես, եւ սիրելի ձկներ, ձեզ համար լավ է այդպես անցնենք առաջ։ Եվ խոյերի դեպքում Սև լուսինը մտնում է 8-րդ տուն, դա իր նշանն է, իր տունն է, ինքը այդտեղ իրեն շատ լավ է զգում, բայց այստեղ ապրումները շատ խորն են լինելու, մինչև տարվա վերջ, շատ խոյերի համար, իրենք հոգեպես ամեն դեպքում ինքը ճաշում է հոգեպես, շատ այդպես դժվար է եւ ֆինանսական հարցեր կան, որ այստեղ եւս դժվար է լինելու ֆինանսական հարցերում, ես խորհուրդ կտամ, որ իրենք չվերցնեն բանկերի հետ կապ չունենան, չտան պարտք եւ պարտք չվերցնեն, այսինքն միջև տարվա վերջ եւս իրենք ունենալ են ֆինանսական դժվարություններ, այդպես խոյերի համար, գիտեք, ասենք ովքեր երիտասարդ են, միգուցե ինչ որ նպատակներ ունեն, ուզում են այդ նպատակներն իրականացնել եւ իրենց կարծես թե ֆինանսները չեն բավականացնում, միգուցե ասենք դա է պատճառը կամ մի ուրիշ թեմա եւ դա իրենց հոգեպես դժվար է իրենց համար, հա, որ ուզում են իրականացնել ու չեն կարողանում կամ ուզում են իրականացնել մեկ այլ ինչ-որ պատճառ եւ այլն, այդպես իրենց համար ուրեմն կարող է դժվար լինել։ Այնուհետև անցնենք առաջ ցուլերին։ Սիրելի ցուլեր, ձեզ համար ինչ կարող եմ ասել։ Ցուլերի դեպքում այստեղ գիտեք շատ հարաբերական է վաղ ցուլերը եւ որովհետեւ կարող է նաեւ հիվանդության տանը հայտնվել Սև լուսինը շատ ասցենզետոր ցուլերի համար եւ այստեղ ասենք դա կլինի երրորդ դեկադայում գտնվող մայիսյան ցուլերը, հա, վերջին 10-օրյակում ծնված ցուլերին, իրենց մոտ հնարավոր է, որ ուրեմն ընկնի 6-րդ առողջականին վերաբերվի, հա, դա տներով է պայմանավորված, ես ուղղակի տրանզիտներ եմ ասում, բոլոր դեպքերում այստեղ ընտանեկան թեմաներ կլինեն, այստեղ պարտներից ինչ որ հարցեր կգան, խնդիրներ կգան, ինչ որ պարտներները ձեզ կարող են ձեր անձը, ձեր տեսակը բացահայտել, ինչ որ խնդիրներ կամ ստեղծել, բոլոր դեպքերում դուք կունենաք կամ դուք կբացահայտեք ինչ որ բաներ, այստեղ եկոտ անձնավորության հետ ես բոլոր դեպքերում խորհուրդ կտամ ուշադիր լինել ցանկացած մարդու հետ եւ միգուցե ձեզ ինչ որ մի բան առաջարկեն, ասենք այստեղ գնալ աշխատել կամ այս բանը անել կամ սա անել, եղեք ուշադիր, կարող են ձեզ խաբել։ Սիրելի ցուլեր, ինչ որ առաջարկ լինի, ծանոթ հետև արեք, հետաքրքրվեք, նոր ուրեմն այդ քայլը արեք, բոլոր դեպքերում եթե այդ ինֆորմացիան այն ինչ որ պիտի անեք գալիս է մի եկոտ անձնավորությունից մի արեք, եթե դուք եք պլանավորում, ասենք այստեղ պիտի սովորեք կամ որոշել եք կամ այստեղ պիտի գնաք, հա, եթե դուք եք որոշում, դուք կարող եք անել, բայց եթե ձեզ են առաջարկում, ուրեմն ավելի լավ է ձեռնպահ մնալ։ Սա ուրեմն ցուլերի համար եւ ընդհանրապես հարաբերություններում եղեք ուշադիր, սիրելի ցուլեր, այնուհետև երկորյակներին
Երկորյակների դեպքում միանշանակ այստեղ ուշադրություն եք դարձնում ձեր առողջական վիճակին եւ աշխատանքի հետ կապված, միգուցե որոշակի դուք բացահայտումներ անեք, որոշակի գաղտնիքներ բացեք, ձեզ հետ, ասենք, ձեր մեջ կերտևում ինչ-որ գործեր են անում կամ այդպես ոմանց մոտ աշխատանքի հետ կապված կարող է լինել, ոմանց մոտ առողջության հետ կապված կարող է լինել, այնպես որ ուշադրություն դարձրեք ձեր ուրեմն առողջական վիճակին, սիրելի երկորյակներ, եւ եթե այսպես կարճ կոնկրետ ուշադիր եղեք ձեր աշխատակիցների հետ, տեսեք, դա ոչ թե անձնական թեման, այլ աշխատանքի հետ է կապված։ Միգուցե երկորյակները մի չարաշահեք աշխատանքը, որտեղ դա կարող է բերել առողջական խնդիր եւ աշխատավայրում եւս դուք եղեք ուշադիր ղեկավարի հետ կամ պատվիրատուների հետ եղեք ուշադիր, որպեսզի ձեզ չխաբեն։ Այսպիսի հարցեր կարող է լինել ձեզ մոտ սիրելի երկորյակների, բնականաբար ձեր առողջությանն եք ուշադրություն դարձնում եւ այստեղ հասանք խեցգետիններին։ Սիրելի խեցգետիններ, ես գիտեմ ձեզ համար դժվար էր, Մարսը ձեզ ուղղակի այդպես կոպիտ ասած քրքրեց, հանգիստ չտվեց, ինքը ես գիտեմ ինչ դժվարություններ, վիրահատություններ, մահեր եւ այլն, այս ամեն ինչը ամեն ինչի միջով դժվարությունով անցել են խեցգետինները եւ իհարկե ապրիլի 18-ին Մարսը դուրս կգա եւ իհարկե 13-ին Վեներան է դուրս գալու, դառնալու է ուղղընթաց, իհարկե 35-ը նոր կփոխի նշանը եւ իհարկե ամսի 7-ին արդեն ես ասել եմ Մերկուրին է դառնալու ուղղընթաց։ Ինչ եմ ասում, որտեղ իրանք միասին են աշխատում, որովհետեւ Մերկուրին ի վերջո խոյի նշանում է մտել, որը եւս ձեզ համար խնդիրներ է առաջացնում, այստեղ հանդիպումներում, այստեղ հարաբերություններում որոշակի դժվարություններ, այսինքն դուք պետք է հասկանաք ում հետ եք շփվում, ինչ եք անում, ով է իրական ձեր ընկերը, ով է սխալ, նաև հետընթաց Մերկուրին ձեր ապագայի հետ կապված ձեզ հնարավորություն է տալիս, որ դուք մտածեք ձեր սխալ քայլերը հասկանաք եւ այլն, այս ամենը ուրեմն թե խոյերի, թե խեցգետինների համար իհարկե ուրեմն օգնում է եւ մոլորակների ուրեմն հավաքված են, այստեղ արտերկրի հետ եւս կապված է, ոմանց մոտ դատական հարցերի մեջ կարող են լինել խեցգետինները, որտեղ հիմնական մոլորակները կենտրոնացած են այդտեղ եւ իրենք վերանայում եք շատ բաներ, այդ հիմա էլ այդ ծանրությունը կամ ամուսնության հարց կարող է լինել, երեխայի հարց կարող է լինել եւ այլն, որտեղ Մարսը մտնելու է երեխայի նշան ուրեմն այդտեղ եւ այդ հարցերը եւս կլինեն եւ մենք տեսնենք սերլությունը եւս երեխայի տանն է, երեխայի թեմային է վերաբերում եւ մինչեւ տարվա վերջ որոշակի ուրեմն դժվարություններ կլինեն այդ թեմայի շուրջ, այսինքն դուք պետք է աշխատեք այդ թեմայի ուրեմն այդ իրադարձությունների, ինչեւ է ձեր գործողությունները պետք է ուղղված լինեն հիմնականում ուրեմն ձեր երեխաների, ձեր ընտանիքի դատական թեմաներ, ամուսնություն եւ այլն եւ արտերկրի հետ կապված, եթե արտերկրում եք հայրենիքի հետ կապված, այսպիսի թեմաներ են լինում, այսինքն ընտանեկան թեմաներ շարունակում են եւ արտերկրի թեման մոտորում են ոմանք գնալ արտերկիր, ասացի որտեղ մոլորակներ արտերկրի թեմայի են տանն են բոլորը հավաքվել եւ հիմա այստեղ ուրեմն հնարավոր է բոլոր դեպքերում արտերկիր գնալու համար կամ արտերկրից հայրենիք գալու համար լավ ժամանակաշրջան է, դուք դա կարող եք իրականացնել, իհարկե այստեղ մոլորակներ կդառնան ուղղընթաց կգնան, հիմա դուք կարող եք քննարկել, հետո նոր դա իրականացնել, բոլոր դեպքերում ճիշտ քայլեր արեք, որտեղ այդ դժվարությունները անցնելուց հետո նորից չընկնեք մեկ այլ դժվարության մեջ, որտեղ ես չգիտեմ ձեր անձնական քարտեզը, սա էլ այսպես ոմանք էլ կարող են երեխա ունենալ, նրանք ովքեր ուզում են կամ հղիանալ այդ թեման եւս ուրեմն կարող է խաղարկվել, ինչու, որովհետև ինչու եմ ես հիմնականում երեխայի թեմային, ծնունդի թեմային, որովհետև ինքը հենց մահվան եւ ծնունդի նշանն է, այստեղ եւ ծնվում են, միայն մեռնելու մասին չի խոսքը, նաեւ ծնվում են, եւ հիմա մենք եկանք առյուծին հասանք, իմ սիրելի առյուծներ, ուրեմն ձեր դեպքում ընտանիքի թեմային է, տեսեք, ընտանիքի թեմային է վերաբերում, ընտանիք, որը խժդժություններ կան, այդտեղ, այսինքն սպասվում են, միգուցե արդեն սկսվել են, բայց բոլոր դեպքերում այդ խժդժությունները սպասվում են, կարող են տեղափոխություններ լինել եւ
բաժանվել, գնալ առանձին ապրել կամ գնալ այլ երկիր կամ միանալ, այսպես շատ տարբեր փոփոխություններ կլինեն, բոլոր դեպքերում դուք ընտանիքի թեմային վերաբերող ինչ-որ հարցեր կա, միգուցե ոմանք հնարավոր է նաև, ասենք, ամուսնանան գնան այդտեղ ապրեն, հա, տղայի տան ապրեն կամ տղան ամուսնանա, գնան առանձին ապրեն, այս այնպես չէ, որ միայն վատ իրադարձություններ են լինելու, պետք չէ այդպես տրամադրել, լինում են նաև լավ իրադարձություններ միանշանակ, այնպես որ այդ փոփոխությունները, ուրեմն սիրելի առույցներ կարող են լինել ձեր կյանքում, պետք չի դրանից վատը զգալ, եթե գալիս է պահը, որ դուք պիտի տեղափոխվեք, ուրեմն շատ հանգիստ տեղափոխվեք, ինչ լինում է բարին դա է, եթե դուք լավ գործեր եք անում, Աստված ձեր դեպը լավը կբերի, եթե մտնում եք ուրիշի տուն, ընտանիք, բան ասում եք ուրախանում եք ուշի դժբախտության վրա, Աստված դժբախտություն կբերի ձեզ։ Ամեն ինչ շատ այդպես հարմոնիկ է։ Հիմա անցնենք առաջ եւ այստեղ կույսերին անդրադառնամ, կույսերի դեպքում այստեղ ինքը ընկերներն են, հարազատներն են, այստեղ հարաբերությունների ճշտում կա եւ որոշակի բարդություններ կարող է առաջացնել, այսինքն այնպիսի քայլեր անեն կույսերը, որ տարբերակներից մեկն եմ ասում, որ բարդություններ առաջացնի իր եւ հարազատների միջև, այսինքն միգուցե սխալ քայլեր անի եւ այստեղ ուրեմն խնդիրներ առաջանան կամ ընկերների հետ որոշակի հարցեր կարող են լինել, այնպես որ հարաբերություններում ձեր հարազատների հետ փորձեք կարգավորել կամ միգուցե ինչ-որ բաներ պարզաբանեն կույսերը, այստեղ առևտրի հետ էլ է կապված դա եւ ուշադիր եք լինում, բոլոր դեպքերում այստեղ նաև նկատում ենք արտերկիր հայրենիք առանցքն է, որ դուք ուշադիր պիտի լինեք ինչ-որ մեկի հետ համագործակցելուց, որ ասենք միգուցե արտերկրում հարազատներ ունեք կամ աշխատում եք կամ բիզնես ունեք կամ սովորում եք եւ այլն, հա, այստեղ դա չխանգարի ձեզ, այսինքն ինչ-որ մարդիկ մտնեն, խանգարեն կամ դուք սխալ ընտրություն անեք, սխալ մարդու հետ համագործակցեք եւ այստեղ հետո բացահայտեք, որ դուք սխալվել եք ձեր գործերի հետ կապված, հա, եթե հատկապես մասնավորապես նրանք, ովքեր կամ դասավանդում են կամ սովորում են, այստեղ կարող է խնդիրներ առաջացնել, ինչ որ մեկը կամ ձեր հարազատները կամ ուղղակի ասացի, եթե բիզնեսով եք զբաղվում, այդտեղ կարող են լինել այնպես որ այդ բնակավարին ուշադրություն դարձրեք, որտեղ ես չգիտեմ ձեր անձնական քարտեզը եւ ըստ դրա արդեն կարող եք կողմնորոշվել։ Այնուհետեւ անցնենք առաջ կշեռքները, իհարկե կշեռքներով էլ կավարտենք, որովհետեւ սկսել ենք կարիճներից, սիրելի կշեռքներ, կշեռքների մոտ ուղղակի իրենք կվերանային իրենց ինքնագնահատականը, բարձրացել է, իջել է, ինչ է կատարվում եւ իհարկե այստեղ նաեւ ընտանեկան թեմաները կարող են լինել եւ ծնունդ մահծնունդ, հա, այս թեմաները կան եւ իհարկե դուք գումարներ կծախսեք, հնարավոր է որ գումար եք կուտակել ինչ-որ նպատակի համար եւ այդ գումարները միանշանակ կծախսվի եւ իհարկե ցանկալի է որ լավ իրադարձություններ լինեն եւ դուք լավ նպատակների համար ծախսեք ձեր գումարը ինքնագնահատական են առումով որ միգուցե իրենք ավելին են արժանի ու կարող են այդտեղ գնալ կամ փորձել համաձայնեցնել ավելի բարձր աշխատավարձ կամ հասկանան որ դեռ իրենք պատրաստ չեն, հա, պատրաստ չեն այդ պաշտոնին, այդ աշխատանքը անելուն, այնպես որ ուշադիր եղեք եւ այստեղ բնականաբար ֆինանսական հարցեր կլինեն եւ ես կարող եմ խորհուրդ տալ, որ պարտք չվերցնեք եւ պարտք չտաք, որովհետեւ կարող եք պարտք տալ եւ այդ պարտքը չվերադառնա այլևս ավելի նվիրեք, քան պարտք տաք, այսպիսի իրավիճակ ֆինանսներին ուշադրություն դարձեք ինչեւէ եւ եթե ծախսում եք, ապա այդ ֆինանսները լավ նպատակների համար թող ծառայեն եւ թող ծախսվեն։ Ահա այսպիսի ուրեմն լավ տրամադրությամբ ուրեմն ավարտենք սև լուսնի մասին հաղորդումը կանխատեսումները եւ ասեմ պետք չի որ դուք այդքան գիտեք կարդում են գրքերից նայում են ինտերնետում շատ վատ է սև լուսինը շատ վատ է չէ ցանկացած իրավիճակում դու պիտի կարողանաս լավը վերցնել են ինչ որ լինում այսպես թե այնպես մարդկանց կյանքում լինում են իրադարձություններ այստեղ կարևորը որ դուք հասկանաք դասեր քաղեք ու հասկանաք ինչ էր ասվում որպեսզի դուք նույն սխալը նորից չկրկնեք դուք բացահայտում եք շատ բաներ որքան էլ դժվար է բայց դուք բացահայտում եք հասկանում եք եւ
լավ կողմից, այսինքն յուրաքանչյուր վատ ունի իր լավ կողմից կարելի է նայել, վերցնել լավը եւ շահումով դուրս գալ։ Հիշեք սա, ուղղակի պետք է դա կարողանաս անել։ Սրանում է բանը։ Բոլոր դեպքերում ես ձեզ հուշում եմ, դուք արդեն կարող եք ինքներդ մտածել, գտնել, հասկանալ եւ ոչ թե վախենալ սև լուսնից, այլ լավը քաղել։ Ցանկացած բանից վախենալ պետք չի, վախը չարից է, պարզապես ապրեք մաքուր, մի ուրախացեք ուրիշի դժբախտության վրա, մի բան բասեք, թուղթուգիր մի արեք, թալիսմանների հետ գործ չունեք, գարշելիների, գուշակների գժերից հեռու մնացեք, ընդհանրապես սա շատ վտանգավոր ասպարեզ է, ես ասացի մի օր միգուցե կանդրադառնամ, կխոսեմ այս վտանգների մասին, այնպես որ սա բարդ է, բոլորը ոգևորում են, գիտեն, հեսա կմտնենք, մի քանի հատ կանխատեսում կանենք, փող կաշխատենք եւ այլն, դա այդքան հեշտ չի, շատ դժվար է։ Գիտեք, ինչ գնաց, ինչ որ բանվորություն անես կամ ինչ որ ուրիշ այլ գործերով զբաղվես շատ ավելի լավ է, քան զբաղվես աստրոլոգիայով, ինքը հեշտ չի, եւ դու եթե պատրաստ չես, ուրեմն կարող ես կուլ գնալ։ Կուլ գնալ նաև չարին, միայն այդ մարդիկ չէ, որ չարից են, այլ նաև չարին ինքդ կուլ գնաս, ու դու արդեն դու ինքդ էլ չզգաս, որտեղ դա պայքար է անընդհատ, դու ինքդ էլ չզգաս, թե ոնց ես չարին ծառայում, ու հետո դժբախտությունները կլսեն, ոնց որ գարշելին, ոնց էր չարին ծառայում, չէ, ասում էի, ես հաղորդում ունեի, թե ոնց էր գումարները բաժանում եւ ասում էր ձեններդ կտրեք, հա, այսինքն էլ չէ ասել թուղթուգրեր, բան եւ այլն, այդ ամեն ինչ, այսինքն տեսեք, ինքը մտել է սրա մեջ ու մտածել է հեշտ ձևով ես գումար աշխատեմ, ու այսօր Աստված դրեց իր դեմը, դրա համար զգուշ եղեք եւ ապրեք մաքուր, ինչքան մաքուր ապրեք, ինչքան բարի լինեք, օգնեք, անեք, այդքան այս խավարումներ որ գան, իրանք ձեզ ոչինչ բան չեն անի, որտեվ դուք տիեզերքի օրենքներն մաքուր եք եղել ու ձեզ վտանգը շատ աննշմար է լինելու կամ չի լինելու եւ այլն եւ այլն։ Այսպես է ինքը, իսկ եթե դուք մեղքեր եք գործել, հայտնվում եք խավարման միջանցքում, всё, խնդիրները լցվել ձեր գլխին։ Փախնելու տեղ չունեք, մենք սիստեմի մեջ ենք գտնվում, փախնելու տեղ չունենք։ Միայն կարող ես փախնել մարմինը թողնելով, գնալով, ուրիշ տարբերակ չկա։ Այնպես որ ապրեք մաքուր, որտեղ փախնելու տեղ չունեք եւ ինչ չարություն արեցիք, անպայման դա հետ է գալու, դու անպայման պատասխան ես տալու։ Որտեղ հիշեք, որ չարը այնպես չի, որ դու սատանային ես ծառայում, սատանիստ ես, սատանան քո համար ինչ որ լավ բաներ անում։ Սկզբում լավը կանի, որպեսզի դու գնաս իր մոտ, անքնես ասի, տես ինչ հեշտությամբ ես փող աշխատում եք, թալիսման ծախի, այս սրատուն եք հանդի, սրանից բամբասի սա արա, սենց ուրախացի այն մյուսի դժբախտության վրա, ու տես ինչ լավ է, փող կունենաս եւ այլն։ Բայց հետո ինքը չի սիրում, չէ՞ մարդկանց, հետո այդ մարդու վրա ծիծաղում է եւ ասում է դե մարդես ես քեզ հետ ինչ եմ անելու, ոնց եմ վարվելու։ Այ գարշելի օրինակը ձեզ թող ուսուցողական լինի, որ դուք հասկանաք ինչա կատարվում եւ չփորձեք մեկին խաբել, գցել, այդ դուք ինքներդ եք ձեզ խաբում, դուք ոչ մեկի չեք խաբի։ Այսքան էլ եղեք։ Մենք հանդիպենք հաջորդ անգամ, առայժմ։